Итак, у нас 5 глава. Այսպիսով մենք 5-րդ խոսում ենք Так, Эта глава говорит нам, что Иисус, Он является нашим милосердным первосвященником. այս գլուխը մեզ ասում է, որ Հիսուսը մեր կարեկից ողորմած քահանայապետն է։ Поэтому мы с вами увидели, что Иисус выше ангелов, выше Моисея. Մենք տեսանք, որ Հիսուսը վեր է հրեշտակներից, վեր է Մովսեսից, Бог предлагает нам войти в Его покой. Աստված մեզ առաջարկում է մտնել իր հանգստի մեջ, И у нас есть причины, почему нам это нужно сделать. եւ մենք պատճառներ ունենք, թե ինչու է պետք մեզ դա անել։ И теперь мы видим с 5 главы и дальше автор будет много говорить про первосвященство Христа. Եվ հիմա 5-րդ гլխից սկսած եւ հետո ավելի շատ հեղինակը խոսելու է Քրիստոսի քահանայապետության մասին։ И понятие священства, возможно, это не та тема, скажем так, с которой мы каждый день просыпаемся утром, и это у нас первое слово, с которым мы просыпаемся. Եվ այսպես ասենք, որ քահանայություն ասված բանը այն չէ, որով մենք առավոտ զարթնում խորհրդածում ենք, ամբողջ օրը դրա մասին մտածում ենք։ Один раз я, правда, проснулся со словом предтрибуляционизм. Как? Предтрибуляционизм. Հա, մի անգամ ես զարթնեցի այս խոսքը լսելով նախանեղություններ։ Я был в семинарии, изучали эсхатологию, я заболел и в таком состоянии проснулся утром с этим словом. Եվ ճեմարանում էի սովորում, ես հիվանդ էի ու այդպես հենց մենք ուսումնասիրում էինք վախճանաբանություն ու այդ բառը մտքիս զարթնեցի նախանեղություններ կամ մինչնեղություններ։ Со словом первосвященник еще не просыпался. Բայց դերևս չի պատահել, որ քահանայապետ բառը մտքիս զարթնեմ։ Может быть, завтра. Գուցե դա վաղը լինի։ Но для евреев это важная тема. Բայց հрьяաների համար սա կարևոր թեմա է։ И с момента грехопадения мы понимаем, что существует конфликт между человеком и Богом. Եվ մենք գիտենք, որ մեղանչումից հետո գոյություն ունի այդ կոնֆլիկտը Աստծո եւ մարդկության միջև։ Языческие религии, они представляют собой попытку как-то примириться с Богом своими силами. Հեթանոսական կրոնները կարծես թե փորձ են անում իրենց իսկ ուժով ինչ որ ձևով Աստծո հետ հաշտության գալու։ И даже среди этих религий есть иногда понятие посредничества. Սակայն նույնիսկ այդ կրոնների մեջ հաճախ կա միջնորդություն, միջնորդ լինելու գաղափար։ Но что касается Божьего народа, Бог сказал Моисею, кто и как и на каких условиях может быть священником. Ինչ վերաբերվում է Աստծո ժողովրդին, Աստված Մովսեսին ամենայն մանրամասնությամբ ասել էր, թե ով եւ ինչ ձևերով, ինչ կարգ պահելով կարող է լինել քահանայապետ։ И в основном функция священника, она сводится к двум аспектам. Каким? Вопрос. Եվ հիմնականում քահանայապետի ֆունկցիան երկու ոլորտուն, երկու կողմ, որոնք են դրանք։ Մեկը տարին մեկ անգամ մտնում էր խորան ժողովրդի համար պատարակ էր անում մեղքերի թողության։ Один это то, что раз в году он вошел в святую святых, чтобы за грехи своего народа молиться.
Э, Ну, об этом мы будем говорить. И да, часть вашего ответа правильная. Священник представляет народ перед Богом. Այո, այդ մասին մենք դեռ կխոսենք եւ ձեր պատասխանը մասնակի ճիշտ է, որ այո, կանան գալիս է որպիսի ժողովրդին բերի ներկայացնի Աստծուն։ Что еще делает священник? Եվ ընդհանրապես կանան ուրիշ էլ ինչ է անում։ Ինչ էր հարցը։ Քանայի երկու դերի մասին։ Քանան ինչ Ինչ երկու ուղղությամբ։ Այսինքն, ну, это один уже сказали, да? Արդեն մեկը ասվեց։ Да, да. Ага. Второе. Այսինքն Աստծո պատվիրանները ներկայացնում էր ժողովրդին, մյուսն էլ որ ժողովրդի մեղքերը բերում էր Աստծո առաջ, տենց ինչ որ, հա։ То есть можно сказать, что в первую очередь он читал, провозглашал законы Божьи, заповеди все для народа, и второе, он стоял перед Богом, принося грехи своего народа. Да, И согласен. Хамадзайна. Он предоставляет народ Богу и сообщает волю Бога народу. Այո, նա ժողովրդին բերում է Աստծո առաջ, ներկայացնում Աստծուն եւ մյուս կողմից Աստծո կամքը հայտնում է ժողովրդին։ Помните, ну, можно сказать, первая книга, одна из первых книг Библии, книга Ева. Հիշում եք Աստվածաշնչի առաջին գրքերից մեկում, Հոբի գրքում, Иов находится в болезни, он потерял все, пришли друзья, и друзья пытаются Հոբը հիվանդ է, վատ ծանր վիճակում է եւ հիմա գալիս են ընկերները и друзья его утешают, но по сути они его обвиняют в том, что он виноват. Հիմա ընկերները եկել են, որ նրան մխիթարեն, բայց ըստ էության ավելի նրան մեղադրում են։ И у них разные теории, почему он виноват. Եվ իրենք տարբեր տեսություններ ունեն, թե ինչու է նա մեղավոր, որ իր մեղքով է։ Тут, с одной стороны, у Ева есть вот эти обвинители, решители. Մի կողմից Հոբի մոտ եկել են այսպես ասած մեղադրող մխիթարողները գծիկով И с другой стороны, есть Бог, есть проблема. Եվ մյուս կողմից էլ Աստված է եւ այդտեղ էլ խնդիր կա։ И поэтому в этой картине как бы такого суда Иов, он апеллирует в 9 главе 33 стихом, говорит, что нет между нами посредника, который положил бы руку на обоих нас. Եվ այստեղ Հոբը կարծես իր հայցը ներկայացնում է եւ Հոբի 9:33-ում ասում է այստեղ մեր մեջ մի միջնորդ չկա, որ ռուսերեն թարգմանությունն է երևի այդպես, որ ձեռքը երկուսից վրա էլ դնի։ Поэтому Иов понимает, что, ну, чтобы решить этот вопрос, должен быть посредник. Ուստի այդ դատաստանի տեսարանը որ կա, կարծես Հոբը այդտեղ հասկանում է, որ այստեղ իրենց միջնորդ է պետք։ Но также мы видим Նմանապես մենք տեսնում ենք позже Иов в 19 главе 25 стихе выражает свою веру в воскресение из мертвых и надежду на Искупителя. Եվ ավելի հետո 10-րդ գլխի 25-ում մենք տեսնում ենք, որ Հոբը հավատում է մեռների հարությանը եւ նաեւ հույս ունի, որ հույս է տածում փրկագնողի վերաբերյալ։
Поэтому в 19 главе он говорит, по сути, что касается меня, то я знаю, что Искупитель жив. Он знал, что ему нужен посредник. Եվ 19-րդ գլխում նա արդեն ասում է ինչ վերաբերում է ինձ, ես գիտեմ, որ ինձ փրկագնողը կենթանի է, այսինքն այդ միջնորդը ինքը գիտեր թե ով է։ Сейчас в войне РФ с Украиной Հիմա ՌԴ-ի եւ Ուկրաինայի այս պատերազմի մեջ были разорваны все взаимоотношения с другой стороной. մյուս կողմի հետ բոլոր հարաբերությունները խաթարված են И теперь, если мы хотим мира, нам нужен посредник. ու հիմա եթե մենք խաղաղություն ուզում ենք, մեզ միջնորդ է պետք։ И Трамп считает, что он самый тот посредник, который нам нужен. Եվ Տրամփը համարում է, որ ինքն է այդ ճիշտ միջնորդը, որ մեզ պետք է։ Я рад, что у христиан есть другой посредник. Ես ուրախ եմ, որ մենք քրիստոնյաներս ուրիշ միջնորդ ունենք, Который не говорит, что вы диктаторы или еще что-нибудь подобное. ով չի ասում, որ դուք դիկտատոր եք կամ ուրիշ նման բաներ։ Поэтому, читая Ветхий Завет, закон, мы можем видеть определенные требования, которые Бог выдвигает для священника. С 1 по 4 стихи. Ուստի հին կտակարանը կարդալով այնտեղ մենք գիտենք, որ ինչ վերաբերում է քահանային, քահանապետին, Աստված որոշակի պահանջներ էր դնում, եւ դա 1:4 է։ Согласно 1 стиха мы видим первую такую квалификацию к священнику, который должен был быть солидарен с народом. Եվ առաջին խոսքից այն պահանջը, որ պետք է դրվեր քահանայի ծառայության համար, նա պետք է լավ հարաբերություններ ունենար իր ժողովրդի հետ, բարեդրացիական։ Хочется, чтобы этот священник был одним целым или частью народа, который он представляет. Ցանկալի էր, որ նա իր ժողովրդի ում ներկայացնում էր, այդ ժողովրդի մի մասը կազմեր, նրանցից մեկը լիներ։ Поэтому, если нет этого отождествления с народом, он не может представлять народ. Ուստի, եթե ինքը իր ժողովրդի հետ այդ նույնացումը չունենար, չէր կարող ներկայացնել ժողովրդին։ Поэтому мы видим в 1 стихе, что этот первосвященник, он должен быть из людей. Ուստի առաջին խոսքից մենք տեսնում ենք, որ այդ քահանապետը պետք է այդ մարդկանցից մեկ այդ մարդկանց կողմից լիներ։ И вот почему Иисусу Христу, как мы дальше увидим, также нужно было стать человеком. Եվ հետո մենք կտեսնենք, որ այս նույն պատճառով էլ Հիսուսը պետք է մարդ դառնար։ И мы видим, что священник, он в Ветхом Завете, он приносил дары и жертвы за грехи. Եվ տեսնում ենք, որ հին ուխտում քահանան մեղքերի համար ընծաներ էր բերում եւ զոհաբերություններ անում։ Поэтому закон, он прописывал, что человек мог принести добровольное жертвоприношение Богу, там зерно, крупы. Ուստի գրվածքը նշում էր, որ մարդիկ կարող էին զոհաբերությունների այդ ընծաների մեջ կամավոր ընծաներ բերել, ասենք հատիկեղեն, ցորեն։ Но также совершались и кровавые жертвоприношения. Եվ նաև իրականացվում էին նաև այրուն հեղելու զոհաբերություններ։ Быки, козы, ягнята приносили жертву и утром, и вечером. Առավոտ, երեկո, զվարակ, այծ, գար, այսպես կենթանիների զոհաբերություն էր կատարվում։
Вопрос у нас. Вопрос, да. Мгм. Հարցը, Դիանա, հարցը խոսր։ Մհմ։ հարց ունեմ։ Այո, ահա, Առաջի հարցը չի լսվում։ Sorry. Հա, չէ, անջատած է։ Միկրոֆոնը ջատած է խոսրով։ հոսա։ Լիանա ջան, առաջի համարում, որ գրված է, որովհետև մարդկանցից ընտրված ամեն մի քահանայապետ մարդկանցից ընտրված էսի ինչ նկատի ունի հեղինակը։ Ինչի համար եմ հարցնում, որովհետև հին ուխտում քահանայապետը ինքը տերն էր, չէ՞ ընտրում։ Այսինքն ինչ-որ ձև ունեն իրան, վիճակցելու պես, որի միջոցով ցույց էր տալիս տերը, եթե չեմ սխալվում, թե ով պետք է լիներ քահանայապետը։ Իսկ հեղինակը չի ասենց գրել, որ Вот, ага. Մարդկանց կողմից կարգված, հա, իմ մոտ էլ է, իմ թարգմանությունը։ Вот в первом стихе мы читаем, что первосвященник, который был поставлен людьми, как бы люди, наш перевод так говорит, как бы люди давали эту позицию ему. Но у меня вот этот вопрос, что разве не Бог сам выбирал первосвященника? Мы знаем из Ветхого Завета, что они вот как бы вот на английском casting lot, вот через это бросали жребий. Жребий, да, бросали жребий, и через это Бог вмешался и показал, кто должен быть первосвященником. А почему наш автор здесь говорит, что как бы поставленный людьми священник? Я думаю, надо посмотреть другие переводы. Сейчас я гляну. Ինձ թվում է ասում կարելի է ուրիշ թարգմանություններ նայել։ Հա, իմ մոտ կարգված է, ձեզ մոտ ինչ էր։ Նշանակված։ Բայց ասում եմ քահանայապետ մարդկանց համար է կարգված։ Իսկ կարգված է։ Но вот этот перевод говорит, что он поставлен как бы в этой позиции для народа, для людей. Вот этот перевод. Это нույն переводն է։ Ну, я смотрю несколько переводов, русский и украинский, и в греческом тексте. Русերեն եւ հունարեն թարգմանություններն դա у меня тоже ստեղ ասում է մարդկանց կողմից Աստծո հետ հարաբերությունների մեջ լինելու չի ասում մարդկանց կողմից կարգված փաստորեն вот мой им թարգմանությունն է мой перевод говорит что как бы поставленный чтобы со стороны народа войти в отношения с Богом. Не то, что поставлен людьми, народом, а чтобы представить народ. Если до конца почитать, мой перевод. Քոնը ոնց էր խոսրո։ Մարդկանց կողմից։ Ես տենց հասկացա, գրված է, որովհետև մարդկանցից ընտրված ամեն մի քահանայապետ մարդկանց համար է, ես Հա, մարդկանցից ընտրված, այսինքն իրանց մեջից ջոկված։ Հա, ոնց որ ես պետքա ես սխալ հասկացա։ Хорошо, извините, там он неправильно понял. Вот избран из людей, вот это выражение, он подумал, что люди сами выбирали его. Но там написано избран, чтобы людей представить. Да, и в самом греческом тексте речь идет о том, что священник был один из народа. Имеется в виду, скажем, есть толпа народа, и он выбирается из или от народа. Հունարենում հենց բառը, որ օգտագործված է, ասում է, որ ինքը ժողովրդից մարդկանցից մեկն էր, այսինքն եթե կա ժողովրդի բազմություն, նրանց մեջից ընտրված մեկն էր։
որ Но, ժողովրդին ներկայացնի։ Մհմ։ но слово избранный стоит в пассиве. Եվ ընտրվածը այդ կրավորական սեռով է դրված, И понятно, что это действие կարգված։ в конечном итоге Бога. Այսինքն որ ասում ենք մեր մոտ էլ կարգված կրավական սեռով, այսինքն ուրիշի կողմից ու մեր դեպքում Աստծո կողմից ընտրված։ Это я помню, ходил такой ролик про Путина еще лет 10 назад. Ասում եմ հիշում եմ մի 10 տարի առաջ Պուտինի մասին մի տեսահոլովակ էր պատտվում։ Если вы в Гугле наберете «Кто хочет быть президентом», я думаю, вы найдете этот ролик смешной. Եթե Google-եք ով է ուզում դառնալ պրեզիդենտ, մի այդպես ծիծաղաշար հոլովակ կգա։ Там наложили музыку и спрашивают, кто хочет быть президентом, и потом нарезка слов Путина «Я». Երաժշտություն է դրված ու այդտեղ հարց է գնում ով է ուզում լինել այդ պրեզիդենտ եւ Պուտինի խոսքերից հանել են այդ ես եմ ուզում այդ խոսքերն են դրել։ Но мы с вами увидим, что так нельзя этот вопрос решать с священством в Израиле. Не каждый мог стать священником. Բայց մենք կտեսնենք, որ քահանա լինելու հարցում այսպես չէր կարող լինել։ Ամեն մեկը չէր, որ կարող էր դառնալ քահանա։ Ну, первое, что мы увидели, что это должен был человек, который был бы солидарен с народом. И из Ветхого Завета знаем, что они приносили очень множество жертв каждый день. Եվ որ առաջին հերթին նա պետք է լիներ այդ մարդկանց մեջից, նրանց մեջից դուրս եկած մեկը, ժողովրդի հետ լավ հարաբերություն ունեցող, որը ամբողջ 5 տականում կարդում ենք նաև պետք է տարատեսակ զոհաբերություններ կատարեր։ Второе качество священника, он не только должен быть единым с народом, он должен проявлять, в синодальном переводе написано, снисхождение. Եվ երկրորդ հատկանիշը, որ պետք է բնորոշեր քահանային, նա ոչ միայն պետք է ժողովրդի հետ լավ հարաբերություններ միասնական ձևի մեջ լիներ ժողովրդի հետ, այլև ժողովրդի հանդեպ ինքը գթառատ լիներ Или сострадать. Կամ կարեկից լիներ։ Есть такая реклама, когда там лекарство от насморка. Մի գովազդ կա, մրսածության дем դեղեր է գովազդում։ Женщина сидит на остановке, и у нее проблемы с носом, и рядом сидит молодой мужчина, который поворачивается к ней и говорит: «Как я вас понимаю?» Կանգառում նստած է մի կին ու երևում է մրսած է, քթից հոսում է ու այդտեղ կանգառում նստած է մի ուրիշ երիտասարդ տղամարդ, նայում է իրեն ու ասում. «Օ, ինչ լավ եմ ես ձեզ հասկանում»։ Ну, за день до этого он был в таком же состоянии, но принял лекарство и реклама лекарства. Որովհետև մի օր առաջ ինքն էլ այդ վիճակում էր եղել, ինքը այս դեղը ընդունեց, дրանից հետո լավ է։ Поэтому священник, он должен был научиться страдать вместе или посреди, буквально этот термин означает страдать в середине. Քահանան պետք է սովորեր իր ժողովրդի հետ ցավակից լիներ։ Հենց ասում է բառացի, եթե թարգմանենք, կստացվեր ժողովրդի ոնց որ դարդուի մեջտեղում կանգներ, դա սովորեր։ И поэтому, с одной стороны, он должен был уметь, скажем, занять такую золотую середину между безразличием
կարելի ասել, որ նա պետք է կարողանար այստեղ ոսկե միջին դիրք բռներ, որ մի կողմը լիներ անտարբերությունը и гневом по отношению к слабостям людей. եւ մյուս կողմում պետք է լիներ մարդկանց ունեցած տկարությունների նկատմամբ բարկությունը, դրա մեջտեղում լիներ։ А, Сейчас мне нужно решать некоторые вопросы, которые Ահա частично были созданы моими родственниками, но и частично есть моя вина. Հիմա ես հարցեր ունեմ շտկելու, որ մասնակիորեն կապված է իմ ծնողների կատարած չոր սխալների, բայց իմ մեղքն էլ կա դրա մեջ, այս հարցերը ես պիտի լուծեմ։ И чтобы разрешить этот вопрос, нам нужно было найти, юриста, чтобы посоветоваться. Եվ այդ հարցերը լուծելու համար մեզ պետք էր իրավաբան գտնել, որ խորհրդակցեինք։ Я искал юриста, мне посоветовали, я позвонил, сказал, мне нужна консультация. Да, конечно, присылайте деньги. Ես փնտրեցի, գտանք, ասացի ինձ խորհրդատվություն է պետք, նա էլ պատասխանեց, այո, իհարկե, գումարը ուղարկեք։ Это где-то, не знаю, 20, может быть, $25. Եվ մի $25։ Э, И я сказал, я в другом городе, я не могу приехать, можно позвонить. Да, можно, присылайте деньги нам. Ասում եմ, ես ուրիշ քաղաքում եմ, չեմ կարող գալ, կարելի է այդ ձևով, իհարկե կարելի է, գումարը уղարկեք։ И позвонил и начал объяснять ситуацию, которая возникла, и как ее лучше и правильно разрешить. Ответ, который я услышал, был очень странный. Երբ որ զանգեցի, իրավիճակը բացատրեցի, հարցրեցի, ինչ ձևով կարելի է այս հարցը լուծել, իմ լսած պատասխանը շատ տարօրինակ էր։ Так это вы создали проблемы, вы виноваты, вы должны будете все это самое дело решать. Ինձ ասում է, այդ դուք եք այդ խնդիրները առաջացրել, դուք եք մեղավորը, դուք ինքներդ էլ այդ հարցերը լուծեք։ И все. Ու վերջ։ Никакого сострадания. Ոչ մի ձևի կարեկցանք կար։ Поэтому, я решил, что, наверное, мы будем искать другого посредника. Մտածեցի, որ մեզ երևի պետք է գտնել մի ուրիշ միջնորդ։ Вот, поэтому мы нашли другого посредника, который готов нам помочь. Գտանք ուրիշ միջնորդի, ով պատրաստ էր մեզ օգնելու։ И мне кажется, он готов страдать с нами. Եվ ինձ թվում է նա պատրաստ է մեզ հետ այսպես չարչարվել։ Но также мы должны понимать, что священник, он должен был быть не только сострадать, но он также должен быть не, скажем так, не гневаться по отношению к слабостям людей. Եվ հասկանում ենք, որ քահանան պետք է ոչ միայն կարեկից լիներ, այլև մարդկանց տկարությունների վրա չբարկանար։ Поэтому, с одной стороны, он не должен был закрывать глаза на грех, с другой стороны, хочется, чтобы он не сильно был суровый. Ուստի մի կողմից պետք էր, որ նա ոչ թե պարզապես աչքերը փակեր մեղքերի վրա, մյուս կողմից էր պետք է չափախիստ չլիներ։ И поэтому, как мы увидим, Христос, он гораздо лучший священник, нежели кто-либо. Ուստի մենք կտեսնենք այստեղ էլ հասկանալի է, որ Քրիստոսը շատ ավելի լավն է իր քահանացիան մեջ, քան որևէ քահանա։ Поэтому он прошел через трудности, он может также нам помочь. Ուստի նա անցավ այդ դժվարություններով եւ մեզ էլ կարող է օգնել։ И третье требование к священнику, это 4 стих.
Եվ երրորդ պահանջը, որ կար քահանայի համար 4-րդ խոսքն է, Кто сам собой не приемлет этой чести. եւ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվը ստանում։ Священник не президент. Кто хочет быть президентом? Я. Քահանան պրեզիդենտ չէ։ Ով է ուզում պրեզիդենտ դառնալ? Ես։ Поэтому это суверенитет Бога, и Он диктует правила, может приближаться к Нему. Դա Աստծո ինքնիշխանությունն է եւ Աստված է կանոնները որոշում, թե ով եւ ինչպես կարող է մոնալ իրեն։ И согласно закона Моисеева, Бог определил и поставил первым священником кого? Եվ համաձայն Մովսեսական օրենքի Աստված ընտրեց եւ քահանայապետը դրեց առաջինը ում։ Ահարոնի։ Мгм. Айо? У нас уже диалог есть. Так. Արդեն երկխոսությունը ստացվում է մեր հայերեն։ Да, скоро я еще чуть-чуть заговорю. Так. Շուտով մի քիչ էլ ավելի կխոսեմ։ Бог сказал только потомки Аарона могут быть священники. Աստված ասաց, որ միայն Ահարոնի ցեղից կարող են ընտրվել քահանաներ։ В книге чисел, 16 глава, Թվոց 16-ում там у нас есть эпизод, когда сыны Корея решили, что, может быть, не только Моисей и Аарон, может быть, что-то мы сами. այս մի դրվագ կա այստեղ, որ Կորխի որդիները իրենց մեջ որոշեցին, որ ինչու միայն Ահարոնն ու Մովսեսը, թե մենք էլ կարող ենք այդ գործերը անել։ И мы видим их аргумент в 3 стихе. Они Եվ сказали, достаточно. Եվ երրորդ խոսքում մենք տեսնում ենք նրանց փաստարկը, որ իրենք ասում են բավարար է, բավ է, Поэтому мы все тут святые, среди нас Господь. մենք այստեղ բոլորս ենք սուրբ, Աստված էլ մեր մեջ է։ Поэтому почему вы ставите себя выше? Այդ դեպքում ինչի եք դուք ձեզ ավելի վեր դասում։ Мы видим, Моисей очень кротко решает этот вопрос. Եվ մենք տեսնում ենք, որ Մովսեսը մեծ հեզությունով որոշում է լուծում է այդ հարցը։ И потом мы видим, как Бог решает вопрос с этими бунтовщиками. Հետո տեսնում ենք, թե այդ ըմբոստացողների հարցը Աստված ինքը ինչպես է լուծում։ Поэтому небезопасно быть самовыдвиженцем. Ոստի անվտանգ չէ, եթե մարդը ինքը իրեն է առաջադրում, դեռ վտանգ կա, И ինքնակոչ լինելը։ числа 16:40 Թվոց 16:40 написано следующее. Прочитайте. ընթերցենք Դա իշատակ է Իսրայելի որդիների համար, որպեսզի Ահարոնի սերնդից չեղող ոչ մի օտար մարդ չմոտենա Տիրոջ առաջունք մատուցելու եւ կորխի ու նրա մարդկանց նման չլինի, ինչպես որ Տերն ասել էր նրա Մովսեսի միջոցով։ Ну, выше 39 стих написано, что они взяли медные кадильницы, которые принесли сожженные, и покрыли потом из них жертвенник. Դրանից վեր նախորդ խոսքը 37-րդ խոսքը ասում է, որ այդ մատուցած պղնձե բուրվարները դրանցից զոհասեղան պատրաստելու համար թիթեղներ պատրաստեցին։ И это напоминание, чтобы никто, кроме семени Аарона, не приступал и приносил курение Господне.
Եվ դա արվեց որպես հիշեցում, որպեսզի Ահարոնի սերնդից չեղող որևէ մեկը հանկարծ Տիրոջ առաջ խունկ չմատուցի։ Помните, чуть позже тоже один царь решил зайти в храм, совершить курение. Հիշում եք ավելի սրանից որոշ ժամանակ անց մի թագավոր էլ կար, որ որոշեց մտնի եւ խունկ խնկարկի։ Что с ним Խորան։ случилось? Ինչ պատահեց նրան։ Կամանակար մտավոր խնկարկի։ Հա, Ով, դուզան։ Նեղա։ Բայց մեր Ով։ չէ, ոնց որ երկու հոգով չէին։ Մահացավ, չէ։ թագավոր։ Умер, да? Не умер. А вторая книга царств. Умер это Озия, который коснулся ковчега. Ոզյան մացավ, որ փորձեց ուխտի տապանակը ուղղել ու կպավ։ Ոզյան մահացավ։ Կրակը Сейчас, сейчас. միշտ գիտեմ կրակը հելա իրենց բառը։ Քահանան Насколько я знаю, они сожглись, огонь сошел и сжег им. Это сыновья Аарона, которые принесли чуждую жертву. Ձեր ասածնել Ահարոնի որդիներն են, որոնք օտար կրակ բերեցին։ իսկ լանը հարցը քահանայի մասին է, թե թագավորի ճիշտ ասած։ Չէ, թագավոր ասեց։ Մտածա Вы спросили про царя, да? Какой Да, да, царь да, да. сделал пожертвование? Не, он принес курение или Չէ, пաստորեն խկալա այդ թագավորը, որ խունկ բերեց տիրոջ առաջ мատուցելու։ Я еще этот отрывок не могу вспомнить. Не Иосия. Խունկը խնկարկել է։ Так, а вот Вы сказали вторая книга Паралипоменон, Երկրորդ 26 глава. երկրորդ մնացորդաց Ոզիա։ 26-րդ գլուխ Ոզյան, հա։ Мгм. 26 глава, и там написано, Мгм. что он решил зайти в храм Ասում է, для որ того, чтобы совершить кождение. որոշեց տաճարը մտնել, որպեսզի խնկարկություն անի Ոզյան։ И они его предупреждают в 18 стихе «Делай этого». Եվ նրանց զգուշացնում են, որ այդպես չանի 18-րդ խոսքում, И в 19 стихе царь разгневался, եւ 19-րդ խոսքում արքան բարկացավ, и мы видим, что когда он это сделал, проказа явилась на челе его и пред лицом священника. եւ տեսնում ենք, որ ինքը միևնույն է դա արեց, բուրվարը ձեռքին, եւ հետո ինչ պատահեց, տեսնում ենք, որ բորոտություն երևաց նրա ճակատին քահանաների առջև։ И это было в доме Господнем у алтаря. Եվ դա տեղի ունեցավ Տիրոջ տան մեջ եւ խունկ ծխելու սեղանի մոտ։ И поэтому в 20 стихе, все поняли, что это такое моментальное Божье наказание. Եվ ուրեմն արդեն 20-րդ խոսքում կարդում ենք, որ բոլորը հասկացան, որ դա Աստծուց եկած ակնթարթային պատիժ էր։ И уже после этого он жил отдельно, был прокаженным до своей смерти. Դրանից հետո ինքը առանձին էր, առանձնացված էր ապրում եւ մինչեւ կյանքի վերջը այդպես էլ բորոտ մնաց։ Поэтому быть инициатором в священстве — это не очень хорошее дело. Ուսի քահանայության մեջ ինքնանախաձեռնությամբ մտնելը այդքան էլ լավ գործ չի։ Поэтому священник должен быть солидарен, он должен был проявлять сострадание, и он
должен был соответствовать определенным требованиям. Այսպեսով Мгм. քահանան պետք է լիներ ժողովրդի հետ բարեդրացիական հարաբերության մեջ եղող մեկը կարեկից լիներ եւ համապատասխաներ քահանային առաջադրված պահանջներին։ Но сейчас уже на протяжении больше, чем 2000 лет и дальше мы знаем, что есть только один человек, который может соответствовать этим требованиям, и это Иисус Христос. Եվ հիմա 2000 տարի արդեն անց եւ ավելի շատ տարիներ անց եւ միշտ արդեն գիտենք, որ միայն մեկ մարդ է, որ համապատասխանում է բոլոր պահանջներին եւ նա Քրիստոս Քրիստոսն է։ Поэтому мы видим дальше с 5 по 10 стихи, автор показывает, что Христос соответствует этим требованиям. Եվ հետո տեսնում ենք 5-ից 10-րդ խոսքերում, որ հեղինակն ասում է, որ Քրիստոսը համապատասխանում է, նա բավարարում այդ բոլոր պահանջները։ Бог его выбрал, не сам себя Иисус. Աստված է նրան ընտրել, ոչ թե հենց ինքը Հիսուսը։ И автор приводит в доказательство цитаты. Եվ հեղինակը մեջ բերում է բերում ապացուցելու համար, Поэтому это Бог, который определил, который сказал: ты сын мой, я ныне родил тебя. եւ դա Աստված էր, որ որոշեց, նա ասում էր դու ես իմ որդին եւ այսօր մեզ մոտ ասում է ծնեցի քեզ, բայց ինքը ասում է այսօր ես որոշեցի դա։ В Иоанна 8:54 Христос говорит: если я сам себя славлю, то моя слава это ничто. Հովհաննեսի 5:24-ում Հիսուսն ասում է, եթե ես ինքս ինձ փառավորեմ, այդ փառքը ոչինչ է։ Поэтому это Бог Отец, который возвысил его до такого положения. Հայր Աստվածն է, որ նրան բարձրացրեց հենց այդ դիրքին։ И Божий выбор такого царя-священника будет стоять независимо от того, что могут сказать или сделать грешные люди. Եվ Աստծո այդպիսի ընտրությունը նման թագավոր եւ քահանա ունենալու միշտ էլ անկախ կլինի այն բանից, թե մարդիկ ինչ կմտածեն կամ ինչեր կասեն։ И согласно Псалма 110, мы уже разбирали цитаты, вторая часть этого псалма говорит о том, что Бог Отец обещает священство по особому определенному, скажем так, рангу. Եվ 110-րդ Սամոսի համաձայն երկրորդ մասի մենք արդեն սա նայել ենք, ասվում է, որ Հայր Աստված համաձայն է նա ընտրում է այդ քահանայի դերը դիրքը որոշակի կատեգորիայի մարդկանցից։ И этот первосвященник, согласно, Бог никому другому не давал такого титула и положения. Եվ այդ քահանայապետը այնցի մեկն է, որ Աստված մեկ ուրիշին չէր տա այդպիսի տիտղոս եւ դիրք։ Поэтому следующее, только Иисус, Он избранный Богом священник. Այստեղ բուն իմաստն այն է, որ Հիսուսն է այն մեկը, որին հենց Աստված ինքը ընտրել է այդ քահանայապետը լինելու։ Евреям 7:24. Եբրայեցիների 7:24 Բայց այս մարդը, քանի որ հավիտենական է, անանցանելի քահանայություն ունի։ Поэтому он является поставленным раз и навсегда. Ուստի նա հանդիսանում է այն մեկը, ով այդ դիրքին դրվել է մեկ անգամ եւ ընդմիշտ։ Он занял свое место и передавать его не собирается. Ինքը զբաղեցրել է իր տեղը եւ դա մեկ ուրիշին տալ չի պատրաստվում։ Поэтому первое качество сам Бог его выбрал. Առաջին հատկանիշը Աստված հենց անձամբ ինքն է նրան ընտրել.
А с 7 по 10 стихи мы видим, что Христос также соответствует другим двум качествам. Он солидарен с народом, и он может сострадать. Եվ 7-ից 10-րդ խոսքերում տեսնում ենք, որ ինքը քահանայից պահանջվող այդ մյուս երկու որակներն էլ է համապատասխանում, նա ժողովրդի հետ լավ հարաբերությունների մեջ է եւ ինչներ երրորդը on solidarен и еще Может сострадать. նաեւ կարեկից է գթասիրտ է. Поэтому он, как люди, переносил страдания. Նա ինչպես եւ մարդիկ չարչարանքներով անցավ. И он вознес молитвы и прошения, написано, со Եվ слезами. ասում է, որ արդյունքներով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան. И помните, что Христос четко, ясно понимал, через что ему нужно пройти. Եվ հիշում եք, չէ, որ Հիսուսը պարզ ու հստակ գիտեր, թե ինքը ինչերով է անցնելու. Поэтому нам никогда не нужно думать, что Иисус, он не в курсе и не понимает, что такое боль. Ուստի մենք երբեք չպետք է մտածենք, թե Հիսուսը չգիտի կամ չի հասկանում, թե ինչ է ցավը. Он стал настоящим человеком, и он сочувствует нам, он стал одним из нас. Նա դարձավ իսկական մարդ, նա կարեկցում է մեզ եւ նա մեզնից մեկն է. В 7 стихе написано, что могущему спасти его от смерти. 7-րդ խոսքում կարդում ենք, որ կարող էր իրեն մահից փրկել. Как это случилось? Бог сделал это? Ինչպես դա պատահեց, Աստված արեց դա? Нет. Как нет? Ոնց ոչ. Այսինքն Թե դրանից առաջ ասում ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել. Իմ ասма պատասխանեց Бог мог спасти и не спас его. Աստված կարող էր փրկել նրան, բայց չփրկեց նրան. Он умер, все? Նա մահացավ ու վերջ, Да. А не воскрес? հարություն չառավ, Ո, Քտո? մի բան է, Иисус. երևի ես լավ չեմ կարող հասկանում, որտեղ ոնց հասկանում եմ, սխալ եմ արձագանքում։ Հարցը լավ չեմ հասկացել։ Наверное, мы неправильно поняли вопрос. Լավ չես։ Ну, в 7 стихе написано, что Иисус молился тому, кто может спасти его от смерти. 7-րդ խոսքում գրված է, որ Հիսուսը, այ որ նոր կարդում ենք, աղոթում էր նրան, աղաղակելով արտասուքով աղաչանք էր մատուցում նրան, ով կարող էր իրեն մահից փրկել. Бог спас его от смерти или нет? Աստված նրան մահից փրկեց, թե ոչ? Չէ, ես համաձայն չեմ, եթե Я не согласен. Он не спас от смерти. Неужели? Этот Խոսրով говорит. Միթե Լիանա ջան, ես ոնց որ այսինքն չեմ հակարճառում էլի, ուղղակի մահից փրկել ճիշտ, եթե ճիշտ եմ հասկացել հարցը, Հիսուսը մեռավ։ Если я правильно понимаю вопрос, в конечном итоге Иисус умер. Բայց Հիսուսի միևնույն ժամանակ այսինքն կարկոծեն նա անհետանում են ինչ որ մի ձև, այսինքն աստվածային ես միջամտություն եմ տեսնում այնտեղ։ Но с другой стороны, там был момент, когда они хотели камнями сбить его.
но Бог же в этот момент, в этой случае спас его от этого. Լերից շփոթ Ми- Նազարեթ որ գնաց իր Когда он был в Назаре, ага. ասում է անհետացավ, այսինքն Он как бы исчез, вышел оттуда. Ինքը Չէ, Խոսրովը ուզում է ասի, որ այդ դեպքում չթողեց Աստված մեռնի, բայց այն խաչի վրա մահացավ, это ուզում ասի. То есть он хочет сказать, что в одном случае Бог не дал ему умереть, чтобы хотели камнями сбить, а в другом на кресте он умер. Да, а вот и не подеретесь. Так. Տենց է չի ստացվի վիճել կռվելը. Ну, скажем так, если бы вопрос звучал так, оберегал ли Бог Отец своего Сына во время земного служения, когда люди хотели его убить? Լավ, հարցը ձևով ձևակերպենք։ Երկնային հայրը Հիսուսի երկրավոր ծառայության ժամանակ, երբ որ մարդիկ փորձում էին նրան սպանել, պաշտպանեց նրան, թե ոչ։ Ну, ответ будет да, уберегал. Պատասխանը կլինի այո, պաշտպանեց, Э, խնայեց։ Другой вопрос. Когда мы читаем здесь в тексте, что Иисус молился тому, кто может спасти его от смерти. Հիմա այստեղ տեքստում կարդում ենք, հաջորդ վարդն ենք տալիս։ Հիսուսը աղաչանք էր մատուցում նրան կամ աղոթք մատուցեց նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Это не означает, что спасти, это означает не умирать. Սա չի նշանակում, որ փրկել նշանակում է չմեռնել։ Такое спасение, в кавычках, дьявол предлагал Иисусу Христу. Зачем тебе идти на крест? Поклонись мне, и все будет хорошо. Այդպիսի փրկել ճակերտավոր իմաստով Հիսուսին առաջարկեց Սատանան, ասաց ինձ երկրպագի եւ վերջ, ինչի տա պետք խաչին գնալը։ Но дело в том, что Христос должен был умереть. Սակայն բանրանում է, որ Հիսուսը պետք է մահանար։ Но если мы посмотрим на Деяния апостолов, сейчас скажу, Բայց եթե նայենք Деяния апостолов 2:24. Գործ Կարաքելոց 2:24-ը, Мы видим, про Христа говорится, что Бог воскресил его, расторгнув узы смерти, потому что ей невозможно было удержать его. մենք կարդում ենք, որ եւ ված կկարդաս Նրան Աստված հարություն տվեց մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր որ մահն իշխեր նրան։ այո, Поэтому смерть имеет большую силу ввиду греха. ուստի մահը մեծ ուժ ունի, երբ որ այդտեղ մեղքի գործոնը կա։ А тут, получается, смерть попадает тот, который безгрешен. Իսկ այստեղ ստացվում է, որ մահը եկել է նրա մոտ, ով ընդհանրապես մեղք չունի։ Я помню, отец взял меня на рыбалку, Հիշում եմ հայրս ինձ տարել էր ձկնորսության, и он залез на дерево, которое было над водой. ջրի կողքը ծառ կար, որ այդ ճյուղերը նաև ջրի վրա էին, բարձրացավ ծառը, И внизу был такой обрыв вниз. ու ներքևում այդպես ձոր կար, դեպի ներքև, Я был маленький, я боялся туда лезть и вообще не хотел идти на эту рыбалку. Но я ես пошел. վախենում էի այդ կողմերը գնամ, ձկնորսության գնամ փրեի, բայց գնացի։ И тут отец ловит рыбу и кидает ее мне.
Հիմա հայրս ձուկ է ործում ու ինձ է դրանք տալիս։ И он говорит, лови ее, держи. Ու ինձ ասում է բռնի, պահիր, Но, как вы знаете, рыба скользкая. բայց ինչպես գիտեք, ձուկը սղլիկ է, И я начинаю хватать эту рыбу, она просто из рук вылетает у меня. Փորձում եմ ձուկը բռնել, բայց ձեռքերիցս դուրս է պրծնում։ И как я и не старался, она прыгала и обратно в воду. Ինչքան էլ չարչարվեցի, թրավ էս կողմեն կողմ ու նորից ջուրը հետ գնաց։ Вот что-то подобное случилось со смертью. Այդպիսի նմանատիպ մի բան տեղի ունեցավ մահվան հետ։ Но нельзя держать Иисуса Христа. Это... Հնարավոր չէ Հիսուս Քրիստոսին բռնել Поэтому ինչ-որ բանում։ воскресение является доказательством и знак безгрешности Христа. Ոստի հարությունը հանդիսանում է ապացույցը եւ Հիսուս Քրիստոսի անթերի անմեղադրելի լինելու ոչ մի մեղք չունի։ И снова в 8 стихе мы видим вот это утверждение, что Христу нужно было пройти определенный процесс, чтобы стать нашим Спасителем. Եվ նորից 8-րդ խոսքում կարդում ենք, որ Հիսուսին պետք էր որոշակի գործընթացով անցնել, որպեսզի դառնա մեր փրկիչը։ Кто-то из вас смотрел этот фильм советский «Человек с бульвара Капуцинов»? Նայել եք այդ ֆիլմը սովետական Մարտը Կապուցինո ուղարից, որակից։ Ну, это такая. Но там есть один интересный эпизод. Մի հետաքրքիր դրվագ կա այդ ֆիլմ։ Фильм про человека, который приехал в городок, чтобы популяризировать кинематограф. Մի մարդու մասին է ֆիլմը, որը գալիս է մի քաղաք, որպեսզի այդտեղ կինեմատոգրաֆիան դարձնի պոպուլյար։ И поэтому он был первый, кто начал показывать фильмы. Եվ ինքը լինում է առաջինը, որ սկսում է ֆիլմ ցուցադրել։ И там одна женщина влюбилась в этого кинематографа. Եվ այդ դրվագում մի կին է լինում, որ սիրահարվում է այդ կինեմատոգրաֆին։ И там есть эпизод, что она говорит: я хочу от тебя ребенка. Մի դրվագ կա, որ այդ кինը ասում է ես уզում եմ քեզնից երեխա ունենալ։ Ну, и она говорит, как в фильме. Ասում է ինչպես կինոյում է։ Ну, а в фильме как показывают? Իսկ ֆիլմը ոնց են ցույց տալիս։ Люди поцеловались, и следующий кадр они уже в роддоме. Մարդիկ համբուրվում են, հաջորդ կադրում նրանք արդեն ծննդատանն են։ И она говорит, я так же хочу. Ու այդ կինը ասում է ես էլ եմ ուզում այդպես։ И он говорит, это монтаж. Ասում է այստեղ մոնտաժ է արված։ Есть целый период, эти 9 месяцев не будут показывать, это просто вырезали. Ասում է այդտեղ մի ամբողջ process կա, այդ 9 ամիսը ցույց չեն տալու, դա կտրել հանել են։ Мог ли Христос просто появиться в возрасте 30 лет, за 5 минут до распятия, умереть в кресте и потом пойти сразу на небо? Կարող էր արդյոք Հիսուսը գալ հայտնվել արդեն 30 տարեկանում, որ արդեն մոտ էր խաչելության իրադարձությանը, հետո խաչվեր ու հարություն առներ գնալ երկինք։ Կարող էր։ Ну, сделать такой монтаж. Зачем нужно было жить всю эту жизнь? Ասենք այդպես մոնտաժ արվեր։ Ինչու էր պետք, որ ինքը մի ամբողջ կյանք ապրեր։ Зачем нужно было рождаться? Ինչու էր պետք, որ նա ծնվեր։ Эти родители, которые не понимают тебя. Ու լինել ծնողների հետ, ովքեր քեզ չէին հասկանում, իրեն չէին հասկանում։
Эм, э, Ну, мы видим, что Бог решил на практике прожить совершенную праведную жизнь. Աստված որոշեց, որ ինքը հենց գործնականում ապրի արդար եւ ուղիղ կյանք։ Поэтому, несмотря на то, что он наследник всего, он прошел через определенный процесс роста. Եվ չնայած այն բանին, որ ինքը ժառանգորդն է ամենի, նա այդ աճի որոշակի գործընթաց անցավ։ И тем самым он стал причиной, как дальше мы читаем, виновником нашего спасения, 9 стих. Եվ դրա ռիվել, ինչպես կարդում ենք 10-րդ խոսքում, ինքը կարողացավ մեզ համար փրկության պատճառ դառնալ։ Поэтому он физически развивался, интеллектуально развивался как человек. Он выстраивал духовные взаимоотношения с Небесным Отцом. Ոստի նա թե ֆիզիկապես է զարգանում, աճ ունենում, թե մտավորապես, նա այդ կրոնական առումով հոգևոր իր հարաբերություններն էր ստեղծում երկնային հոր հետ։ Поэтому он стал вот этой совершенной жертвой. Եվ դրա շնորհիվ նա կարողացավ դառնալ այդ կատարյալ զոհը։ Он достиг зрелости. Եվ նա հասունության հասավ։ И поэтому он единственный, кто может даровать спасение. Ոստի եւ նա միակն է, ով կարող է փրկություն շնորհել։ Часто послание к евреям рассматривают как книгу, которая учит о том, что спасение потерять можно. Երբեմն Եբրայեցիս գրքին նայում են ինչպես մի գրքի, որը դիտարկում այն հարցը, որ կարելի է կորցնել փրկությունը։ И это касается трудных отрывков. Եվ դա վերաբերում է այն խրթին հատվածներին։ Но если читать внимательно послание, учитывая Божий характер, его обетование и такие утверждения, как в 9 стихе, Բայց եթե ուշադրությամբ նամակը կարդանք, հաշվի առնելով Աստծո բնավորությունը եւ նրա խոստումները, 9-րդ գլխում, мы видим утверждение о том, что это спасение не какое-то временного характера, оно вечное. Այս 9-րդ խոսքում մենք տեսնում ենք, որ այդ փրկությունը ինչ որ ժամանակավոր բնույթի չէ, այլ հավիտենական է։ Бог не стыдится называть его своим сыном. Եվ Աստված չի ամառում նրան որդի կոչելու։ 10 стих. Он был наречен от Бога первосвященником по чину Мелхиседека. Կարդում ենք, որ Աստծուց քահանայապետ անվանվելով ըստ Մելքիսեդեկի կարգի։ И начиная с 11 по 14 стихи мы видим, что бедные читатели послания к евреям устали. Եվ 11-ից 14-րդ խոսքերում տեսնում ենք, որ այս Եբրայեցիս նամակի խեղճ ընթերցողները հոգնել են։ Говорит автор, можно говорить много, но вы уже не способны слушать. Այս հեղինակն է ասում, բայց շատ բան կարելի ասել, բայց դուք այլևս հիմա ունակ չեք լսելու։ Я также ощущаю, что нужно сделать перерыв. Ես էլ եմ զգում, որ պետք է ընդմիջում վերցնել։ Այո։ Да, нет. Ընդմիջում անենք։ Да. Хорошо, давайте сделаем перерыв, надо отдохнуть.